Քրեական հետապնդում է սկսվել Միխայիլ Սաակաշվիլիի, Գյորգի Վաշաձեի, Նիկա Գվարամյայի, Նիկանոր Մելիայի, Զուրաբ Ջափարիձեի, Էլեն Խոշտարյայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ։ Հետապնդումը սկսվել է պետության դեմ կատարած հանցագործությունների, դիվերսիայի, օտարերկրյա պետության դեմ թշնամական գործողություններին օժանդակելու, Վրաստանի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործողությունների ֆինանսավորման, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական կառավարման տապալման կոչերի համար։ Գլխավոր դատախազի խոսքով դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի համար որպես խափանման միջոց գրավի կիրառման միջնորդություն ներկայացնելու և մյուս մեղադրյալների համար նախնական դատական նիստի ամսաթիվ նշանակելու համար։ Օտարերկրյա դիվանագետները երկկուսակցական նամակով դիմում են Մարկո Ռոբիոյին, կոչ անում վարչակազմին պաշտպանել ամերիկացի նախկին աշխատակիցներին, ովքեր հակաամերիկյան հռետորաբանության մտահոգիչ աճի ֆոնին հայտնվել են վրացի պաշտոնյաների թիրախում։ Նամակի հասցեատերերն են սենատորներ Ջին Շահինը, Ռոջեր Ուիթերը, Ջոն Քուրթիսը, Շելդոն Ուայթհաուսը, ինչպես նաև կոնգրեսականներ Ջո Ուիլսոնը և Սթիվ Քոհենը։ Օրենսդիրները կոչ են անում պետքարտուղար Ռոբիոյին Վրաստանի կառավարություններից երաշխիքներ ստանալ այն մասին, որ USAID-ի, Պետդեպարտամենտի և այլ նախկին աշխատակիցներ չեն զրպարտվի կամ թիրախավորվի։ Եվրամիության ընդլայնման 2025 թվականի զեկույցի վերաբերյալ չեն դադարում քննարկումները քաղաքական դաշտում։ Քննադատությունը անսպասելի չէր ընդդիմության համար, նրանք ասում են, որ վրացական երազանքը ամեն ինչ արեց դրա համար։ Արևմտյան գնահատականները նույնպես չզարմացրին իշխող թիմին։ Հիշեցնենք, որ զեկույցը հրապարակվել է 2 օր առաջ, որում հիմնականում մատնանշվում է Վրաստանում ժողովրդավարական հետընթացը։ Չեռնագորիան և Ալբանիան արժանի են Բրյուսելի ամենամեծ հավանությանը, գնահատականները դրական են նաև Մոլդովայի և Ուկրաինայի համար։ Խոսելով Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման զեկույցի մասին, վրացիները չպետք է մոռանան այն ամոթալի երախտամոռության մասին, որ զեկույցը ցույց տվեց մեզ։ Վրաստանը համակարգված կերպով չի աջակցել Ուկրաինային աջակցող միջազգային նախաձեռնություններին, գրում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում։ Որքան երախտամոռություն կա այս ստի մեջ, երբ պատերազմի սկզբից ի վեր մենք աջակցել ենք ավելի քան 1000 բանաձևերի, հռչակագրերի, նախաձեռնությունների և այլնի, գրում է Շալվա Պապուաշվիլին։ Եվրոպական հանձնաժողովը նոյեմբերի 4-ին հրապարակեց Եվրամիության ընդլայնման վերաբերյալ իր զեկույցը։ Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը վերադարձել է Վրաստան, տեղեկությունը տարածում է Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը։ Նա շարունակում է իր նվիրված աշխատանքը մեր լիակատար աջակցությամբ, ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։ Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Պիտեր Ֆիշերին է կանչել խորհրդակցությունների նպատակով։ Ալեկո Էլիսաշվիլին պնդում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բոյկոտը ընդդիմության կողմից ռուսական հատուկ գործողություն էր։ Լելո հզոր Վրաստանի առաջնորդներից մեկի խոսքով կառավարության հակառակորդները չեն կարողացել համոզել ընտրողներին և թույլ են տվել մի շարք ռազմավարական սխալներ։ Նրա խոսքով սխալը թե ընտրություններին չմասնակցելն էր, թե հայտարարված հեղափոխությունը։ Ավարտվել է Վրաստանի վարչապետի և կառավարության պատվիրակության այցը Չինաստան։ Առավոտյան Իրակլի Կոբախիձեն այցելել է Շանհայի միջազգային ներմուծման ցուցահանդեսի վրացական տաղավար, որտեղ ներկայացված էր մեր երկրի արտադրանքը։ Վրացական մշակույթը ցուցադրելու համար նախատեսված էր տարբեր միջոցառումներ, այդ թվում խոհարարական վարպետության դաս։ Իրակլի Կոբախիձեն Շանհայում գտնվում էր իր չինացի գործընկերոջ հատուկ հրավերով։ Հանդիպում է տեղի ունեցել նաև Շանհայի քաղաքապետի հետ։ Երկու երկրների միջև առաջընթացներն են 2023 թվականին ստորագրված ռազմավարական գործընկերության խորացումը, արտահանման ներուժի մեծացումը, չինական ներդրումների ներգրավումը և զբոսաշրջիկների հոսքի ավելացումը։ Երկրում գրանցվում է գոնորեայի դեպքեր։ Մաշկի և երիկամների հիվանդությունների ազգային գիտահետազոտական կենտրոնի դերմատովեներոլոգի խոսքով գոնորեայի դեպքերի որոշակի աճ կա, չնայած նրա խոսքով իրավիճակը խուճապի պատճառ չի տալիս։ Գոնորեան մակաբուծային հիվանդություն է, որը փոխանցվում է սերտ և երկարատև շփման միջոցով։
Բժշկի խոսքով հիվանդության բուժումը պարզ է, իսկ կանխարգելման համար կարևոր է խուսափել վարակված անձի հետ շփումից։